Փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, երբ որ Ռոմիկ եղբայրը սկսեց խոսել, ես իմ սրտում էլ կար այսօր խոսել ճանապարհի համար, որ նա ճանապարհը Հիսուսն է, արդեն եղբայրը ասեց, ես մի փոքր տենց շարունակեմ, որտեվ իմ սրտում էլ կար այսօր դրա մասին խոսելու։ Մարդը, որ ինչ որ միտեղ գնում է, պետք է այդ ճանապարհը իմանա, որ տեղ հասնի, չէ՞։ Մենք հիմա բոլորս եկել ենք դահլիճ եւ ամեն մեկս ինչ որ ճանապարհով եկել ենք։ Եվ ամեն տեղ տանող կա ճանապարհ, չէ՞։ Այս դահլիճ գալու համար կա ճանապարհ, ամեն տեղ գնալու համար կա ճանապարհ։ Հիմա երկինք գնալու համար էլ, չէ՞, կա ճանապարհ եւ մենք գիտենք, եղբայրը դրա մասին խոսեց, որ երկինք գնալու ճանապարհը Հիսուսն է։ Հենց Հովանու ավետարանի 14-րդ գլխի առաջի համարից կարդամ, մի փոքր ավելի ստեղ մեզ պարզալինում խոսքը ինչպես սկսեց Տեր Հիսուսը։ Առաջի համարից այսպես ասում. «Սրտերնի չխրովի, Աստծո հավատացեք, ինձի էլ հավատացեք։ Իմ հորս տունը շատ բնակարաններ կան, ապա թե ոչ ես ձեզի կսեի, հիմա կերթամ, որ ձեզի տեղ պատրաստեմ։ Եվ եթե երթամ ու ձեզի տեղ պատրաստեմ, նորեն պիտի գամ ու ձեզի քովս առնեմ, վասնզի ուր որ ես եմ, դուք էլ հոն պետքա ըլլաք։ Ուր որ կերթամ, գիտեք, ճամփանալ գիտեք»։ Այսինքն երկինք գնալու մասին է խոսքը գնում, երկնային արքայությունը։ Եվ Տեր Հիսուսը ասեց, եթե գնամ պատրաստեմ, որտեղ ես լինեմ, դուք էլ լինեք եւ գիտեք ճանապարհը։ Այստեղ Թովմասը հարց տվեց. Տեր, չեն գիտեր ուր կերթաս եւ ինչպես կնանք ճամփան գիտնալ։ Հիսուսը ասավ անոր. Ես եմ ճամփան ու ճշմարտությունը եւ կյանքը։ Մեկը հորը քով չի գար, եթե ոչ ինձանով։ Մեկը հորը քով չի գար, եթե ոչ ինձանով։ Այսօր շատ մոլորություններ կան երկրի վրա, շատ մտքեր եւ շատ գաղափարներ։ Ինչ մոլորություն կա այսօր։ Ասում են, որ նույն տեղը գնալու համար կան տարբեր ճանապարհներ։ Քրիստոնյաները Քրիստոսի միջոցով են գնում, մահմեդականները Մուհամմեդի միջոցով, քրիստոնյաները իրանց առաջնորդի, բուդդիստները, բայց հետո բոլորը գնալու են նույն տեղը։ Ըստ ավետարանի, որ մենք նայում ենք, ըստ Աստվածային հոգու, ինչի եմ ես դա ասում, հիմա կբացատրեմ, մենք տեսնում ենք, որ դա մեծ մոլորություն է, մեկ ճանապարհ կա եւ մեկ միջնորդ կա Աստծո մոտ, Հիսուս Քրիստոս մարդ, այդպես ենք մենք կարդում ավետարանում։ Եվ եթե ես այդ ճանապարհի մեջ չլինեմ, ես մոլորված եմ, ես տեղ չեմ հասնի։ Ես ուզում եմ էլի տեղ կարդամ դրա մասին, որ ասեցի, դա Տիմոթեոսի առաջի Տիմոթեոս 2-րդ գլխի 5 համարում են կարդում։ Քանզի մեկ Աստված կա եւ մեկ միջնորդ Աստծո ու մարդու մեջտեղ, Հիսուս Քրիստոս մարդը։ Իսկ Գործք առաքելոց 4-րդ գլխում կարդում ենք 12 համարից. ուրիշ մեկով փրկություն չկա, վասնզի անկե զատ ուրիշ անունը չկա երկնքի տակ մարդոց մեջ տրված, որով կարող ըլլակ փրկվել։ Այսինքն ուրիշ փրկիչ, ուրիշ ճանապարհ, ուրիշ միջնորդ չկա, մեկ Աստված կա եւ այդ մեկ Աստծո մոտ գնալու կա մեկ ճանապարհ, դա Հիսուս Քրիստոսն է։ Եվ ինքն է նաև դուռը, չէ՞, Հովանու ավետարան 10-րդ գլխում ենք դրա մասին կարդում, 9 համարից ես եմ դուռը, եթե մեկ ինձ մեն ներս մտնե, պիտի փրկվի ու պիտի մտնե ու ելե ու արոտ գտնե։ Այսինքն պետք է այդ դռնով ներս մտնել, այդ ճանապարհով գնալ մինչև վերջ։ Եթե ես ինչ-որ տեղ եմ գնում եւ կեսից ճանապարհից շեղվեմ, ես տեղ կհասնեմ։
Որտեղից որ ես շեղվեմ, արդեն ես ուրիշ տեղ կգնամ, ես այդ տեղը չեմ հասնի։ Այսինքն դռնով մտնել, գնալ այդ ճանապարհով մինչև վերջ եւ հասնել տեղ, երկինք հասնելու, երկնային արքայություն հասնելու համար այդ մեկ ճանապարհն է, դա Հիսուս Քրիստոսն է։ Հիմա ո՞նց իմանամ ես այդ ճանապարհի մեջ եմ, թե չէ, որտեվ շատերն են ասում, ես այդ ճանապարհի մեջ եմ, բոլորն էլ ասում են, մենք երկինք ենք գնում, ո՞նց իմանանք, ով է երկինք գնում։ Պետք է ավետարանի խոսքը կատարվի։ Եկեք ուսումնասիրենք, ոչ մի կրոնում եւ միայն ճշմարիտ հավատքի մեջ կա վերստին ծնունդը։ Տեր Հիսուս ասեց Նիկոդեմոսին զրուցելու ժամանակ, եթե նորից չծնվես, երկնային արքայությունը սկզբում ասում է չես տեսնի, հետո ասում է հոգուց ջրից պետքա ծնվես եւ երկնային արքայությունը կմտնես։ Ով որ հոգուց ջրից չծնվի, Հովանո ավետարան 3-րդ գլխում գրված, ով որ չծնվի, երկնային արքայությունը չի մտնի։ Հիմա ստեղ մտքի գաղափարի ուսմունքի հարցը չի։ Ուսմունքը ինձ կյանք չի տալիս, ինձ կյանք է տալիս կյանքը, որը Հիսուս Քրիստոսն է։ Ես պետք է Հիսուս Քրիստոսին հանդիպեմ, որ այդ կյանքը ունենամ։ Ոչ մի կրոնում չկա վերստին ծնունդ, նոր ծնունդ, նոր մարդ, Սուրբ Հոգու մկրտություն, Սուրբ Հոգուն է տրված առաջնորդի մեզ այդ ճանապարհի մեջ միջև վերջ տանելու։ Որտեվ Տեր Հիսուս ասեց, ես գնում եմ եւ ուղարկում եմ մխիթարիչը, ինձանից կառնի եւ ձեզ կտա։ Ինձանից կառնի եւ կտա ձեզ, դա Սուրբ Հոգու միջոցով է։ Մենք պետք է ռեալ նայենք, ոչ թե որ հիմա մենք քրիստոնյա ենք եւ ավետարանը քարոզում ենք ու ասում ենք, որ մենք ենք ճիշտ։ Ճիշտը ավետարանն է, ճիշտը որ կատարվում է մարդու կյանքում, ճիշտը նա է, որ մարդը հայտնվում է երկնային արքայությունում։ Ով որ լինի երկնային արքայությունում, նա է ճիշտը։ Այսօր բոլոր մարդիկ ասում են մենք ենք ճիշտ եւ շատերը իրանք էլ շփոթմանքի մեջ են հայտնվում, ասում են ոնց իմանանք ով է ճիշտ, դուք ասում եք դուք եք ճիշտ, իրանք ասում են իրանք են ճիշտ, ով է ճիշտ, ով որ երկինքում կհայտնվի, ինքն է ճիշտ, ում կյանքում կատարվում է ավետարանը, ինքն է ճիշտ։ Եթե մենք կարդում ենք մի բան եւ դա ուղղակի գրված է եւ ոչ մի բան իմ կյանքում չի կատարվում, ես ոնց համոզված լինեմ, ես ճիշտ եմ թե մոլորված եմ։ Բայց եթե ես կարդում եմ եւ իմ կյանքում կատարվում է, ես առնում եմ, ես շոշափում եմ, ես դա ապրում եմ, դա իրականություն է, դա ինչ որ տենց ոգևորվածություն չի, դա ինչ որ ներշնչանք չի, դա իրականություն է, վերստին ծնունդը իրականությունն է։ Եվ դա կատարվում է միայն այն մարդու կյանքում, ով որ ընդունում է Աստծո խոսքը, Աստծո խոսքի ընդունելու ժամանակ է դա լինում, ճշմարիտ հավատքի ժամանակ է դա լինում։ Թող Տերը մեզ օգնի, որպեսզի ես չեմ ուզում կրկնվել, եղբայրը մանրամասը ասեց դրա մասին, խոսեց, ես ուղղակի որ իմ սրտում էլ կար մի քիչ այս ուղղությամբ ավելի շատ նորերին այս հարցը հետաքրքրում, շատ մարդկանց, ովքեր որ փնտրտուքի մեջ են եւ մեզ բոլորիս համար էլ որպեսի մենք իմանանք հաստատված ճշմարտության մեջ լինելով քայլենք այս ճանապարհով։ Ինչ է նշանակում քայլել այս ճանապարհով։ Ոնց իմանամ ես հիմա ճիշտ ճանապարհի մեջ եմ թե չէ։ Հիսուս Քրիստոս ասեց ես եմ ճանապարհը։ Այսինքն եթե ես իր մեջ եմ, ես նշանակում է ճիշտ ճանապարհի մեջ եմ։ Իսկ ոնց իմանանք ես Հիսուս Քրիստոսի մեջ եմ։ Ինչպես եմ ես դա իմանում։ Տեր Հիսուսը մենք գիտենք, դա երկնքից իջած խոսքն էր, որը մարմնացավ, եւ Տեր Հիսուսը ասեց ես ինքս ինձանից չեմ խոսում, ինչ որ Հայրը ասում է, ես դա եմ խոսում։ Ես ու Հայրը մեկ ենք։ Եվ եթե ես այսօր ավետարանի խոսքի մեջ եմ ապրում, նշանակում է ես Հիսուսի մեջ եմ, նշանակում է ճիշտ ճանապարհի մեջ եմ։ Եվ եթե միջև վերջ մնամ խոսքի մեջ, միջև վերջ մնամ Հիսուս Քրիստոսի մեջ, ես մտածելու եւ անհանգստանալու բան չունեմ, ես տեղ կհասնեմ,
Ես կհասնեմ երկնային արքայությանը։ Բայց եթե ես շեղվեմ, հանկարծ Աստված ջանի մեր կյանքում, եթե ես շեղվեմ, ես ուրիշ տեղ կհասնեմ, ես արդեն են Աստծո պատրաստված տեղը, որը ճանապարհը Հիսուսն է, ես միջև վերջ պետք է քայլեմ, միջև վերջ։ Լինում է, որ մարդը կարող է սայթակի, կարող է շեղվի, ես այն մարգարեության մեջ գրված ասում եմ, եթե ճանապարհից շեղվելու լինես, ականջի հետևիցը ձայն տիլսես, ասիկա ճամփան, այսպես քայլի։ Աստված խոսում է, Աստված ուղում է։ Միգուցե կարող է ես ոնց որ հպարտանամ իմ սրտի մեջ, իմ ցանկությունների հետևից գնամ, չէ, եղբայրը շեշտեց շատ ճանապարհներ կան, մեկ էլ տենց ինչ որ ճանապարհից ուզենամ շեղվեմ, բայց եթե ես Աստծուն սիրող մարդ եմ, Աստծուն փափագող մարդ եմ եւ իմ նպատակը Քրիստոսն է, Աստված խոսում է իմ հետ, ինքը ուղում է, իր խոսքն է ուղարկում, ասում է, որդյակս զգուշ մնա, մի քիչ ոնց որ ուզում ես շեղվես, հետ արի ճանապարհին, այդ ճանապարհը Քրիստոսն է, հետ արի խոսքին, հետ արի Քրիստոսին նմանվելու։ Մենք սա էլ ես միջանկյալ ասեմ, թեպետ սա առանձին թեմա, բայց մենք իմանանք Հիսուս Քրիստոսի մեջ լինել, դա առանց խոնարհության չենք կարող Հիսուս Քրիստոսի մեջ լինել եւ իրան նմանվել, որտեվ Տեր Հիսուսը ասեց. «Եկեք ինձ եւ սովորեք, որ հեզ եմ եւ սրտով խոնար»։ Եթե ես այսօր չեմ խոնարհվում Աստծո առաջ եւ ասում եմ ես ճիշտ ճանապարհի մեջ եմ, դա չի համապատասխանում։ Ճանապարհը Հիսուսն է եւ Հիսուսը ասեց. «Եկեք ինձ ու սովորեք, որ հեզ եմ եւ սրտով խոնար»։ Այսինքն այս նեղ դուրը եւ նեղ ճանապարհ գնալը, որ էլի տենց խոսվեց դրա մասին, դա խոնարհության ճանապարհն է, դա իմ անձի դեմ գնալն է, իմ մարմնի ցանկություններին դեմ գնալն է, իմ եսին դեմ գնալն է։ Եթե ուզում ենք տեղ հասնենք, ժողովուրդ ջան, Տերը այսօր մեր առաջ դրել է այն ճանապարհը, որը տանում է երկնային արքայություն, դա Հիսուս Քրիստոս անձն է, եւ դուրն է ինքը, եւ ճանապարհն է ինքը, եւ ճշմարտությունը, եւ կյանքը, ինքը այսօր մեզ Աստված կանչել է իր մեջ լինելու, եւ այդ հրաշքը, որ շատերիս կյանքում կատարվել է, վերստին ծնունդը, դա ամենամեծ հրաշքն է, որ կարող է մարդու կյանքում կատարվի։ Երբ որ մտածում ես դրա մասին, տենց թափվում ես, ավելի լրջանում ես, ավելի զգաստություն է գալիս, որ ինչ է Աստված արել մեր կյանքում, ով է ես, մեղավոր մարդ, մեղքի բնությունով, մեղքով ծնված, Աստծուց հեռու, բայց Աստված ինձ շատ սիրելով, միայն ես ընդունել եմ իր խոսքը, միայն ես այո եմ ասել իրան, եւ իմ կյանքում տեղի ունեցել վերստին ծնունդ, Աստվածային կյանքը, որը հոր մեջ էր, որը Հիսուսի մեջ էր եւ բերեց աշխարհ մարդկանց ցույց տվեց Աստվածային կյանքը, որ ասում է կյանքը ես եմ, դա Աստծո մեջի եղած կյանքն է։ Եվ դա այսօր Աստված փոխանցում է ամեն իրա հավատացողին։ Եվ ես մարդ լինելով, Աստծուց հեռու լինելով, առնում եմ Աստվածային կյանքի մեջ, իմ հոգու մեջ եւ ունենում եմ այդ կյանքը, եւ այդ կյանքը Աստված տալիս է, որ թագավորի, Հիսուսը ծառա չի, ինքը թագավոր է, երկրի վրա ծառա էր, բայց ինքը տերերի տերն է, թագավորների թագավորն է, եւ ինքը գալով մեր սրտի մեջ, ինքը ուզում է թագավորի, եւ այդ կյանքը առնելով, Աստված ուզում է, որ այդ թագավորությունը իմ մեջ այսօրվանից լինի, ես ապրեմ այդ կյանքով, քայլեմ այդ ճանապարհով, եւ գալիս է մի օր, որ այդ լավ օրինակ վերեց եղբայրը, որ խաչը կտրում այդ կամուրջը դնելուն մեկ է չի հերիքում, մի հատ գալիս է մի պահ ու անցում է տեղի ունենում, անցում, վայրկյանական անցում, երկրի վրայից երկնային արքայություն, երկնային արքայությունը եւ վայրը երկնային, չէ, ուրեմն այդ արքայությունը երկնքում է եւ վիճակ է, որտեվ Տեր Հիսուս ասեց ուտելիք ու խմելիք չի, չէ, ապա սեր, խնդություն, խաղաղություն,
Սուրբ Հոգիով, երկնային արքայությունը։ Ես պետք է ապրեմ այդ կյանքը հիմա երկրի վրա, Աստծո հետ, Աստծո հոգով լեցված եւ քայլեմ այդ ճանապարհով։ Եվ ամեն մեկի այդ ճանապարհով քայլողի գալիս է մի պահ, որ տեղի ունենում տեղափոխություն, վարքյանական։ Եթե կենթանի լինենք, դա հափշտակությունը կլինի, կմասնակցենք հափշտակությանը, եթե Քրիստոսով ննջած լինենք, դա կլինի մեռելների առաջի հարությունը։ Այդ ժամանակ պետք է մեռելները, ովքեր հարս եկեղեցու մեջ բաժին ունեն, հարություն առնեն եւ մարմինը միանա գլխի հետ, կատարվի Աստծո ծրագիրը, որի համար Հիսուս եկավ, խաչվեց եւ արյուն թափեց, որի համար մահ ճաշակեց, որպեսի եկեղեցին ստանա։ Եվ երանելի է այդ օրը, ամենաերանելի օրը երկնքում։ Ճիշտ է, ամեն մի փրկված, որ մտնում է երկինք, այնտեղ ուրախություն է լինում, բայց մի հատ ամենակարևոր իրադարձությունը երկնքում դա լինելու է գառնուկի հարսանիքը, որի համար այս ամբողջ աստվածային ծրագիրը, Հիսուս Քրիստոսի գալը, խաչվել, արյուն թափել, այդ հարսին ունենալու համար է եւ այդ հարսանիքը որ լինի, փափագենք այդ օրվանը հասնելու։ Թող մեր գլխավոր նպատակը դա լինի, ինչ ունենք ժողովուրդ ջան այս երկրի վրա։ Մեկ լինում է տենց նայում ես հոգսերին, խնդիրներին, բայց որ նայում ես երկինք, այդ հոգսերն ու խնդիրները այնքան են փոքրանում, որ ասում ես, էլ ինչ հոգս կարա լինի կամ ինչ խնդիր, որ երկնային արքայությունը մտնելուց ավելի մեծ լինի կամ ավելի կարևոր։ Եվ այսօր կարող է մի փոքրիկ բանի հետևից ընկած լինենք, ընդունենք, մեկի հետ անհաշտ եմ, մեկը ինձ չբարևեց, մեկը ինձ ինչ-որ վատություն արեց, ինչ-որ խնդիրներ մարդ հարաբերության մեջ, ինչ-որ խնդիրներ երկրի հետ կապված, բայց որ հայացքդ ուղում ես երկինք, այսօր մեզ Աստված կանչել է երկնային արքայությունը ժառանգելու, եւ դուռը կա, ճանապարհը կա, ամեն բան Աստծո կողմից տրված, Աստված մեզ կանչել է, իր գործը կատարվել է մեր կյանքում։ Էլ ինչ է մնացել ժողովուրդ ջան, խոնարհվել Տիրոջ առաջ, քայլել այդ ճանապարհով, մինչև վերջ։ Մենք հիմա բոլորս տեղ չենք հասել դեռ, չենք կարող չի ասել տեղ ենք հասել, դեռ տեղ չենք հասել, դեռ այս երկրի վրա ենք, դեռ այս մարմնի մեջ ենք, մենք տեղ չենք հասել, ընդունենք առաքյալները տեղ են հասել, շատ սուրբեր տեղ են հասել, հոգևոր ընթացքը ավարտվել է, բայց մեր հոգևոր ընթացքը չի ավարտվել, մենք դեռ տեղ չենք հասել, եւ Պողոս առաքյալը ասում է, չեմ ասում, որ հասել եմ, բայց մրցում եմ մրցանակը, չէ, վերի կոչումի մրցանակին դիտելով, հետին բաները թողած, վազում եմ դեպի այդ մրցանակը։ Մենք դեռ ճանապարհի կեսին ենք եւ պետք է շարունակենք քայլել։ Ինչքան որ քայլել ենք, փառք Տիրոջը, Տերը մեզ բայել, այսօր հավատքի մեջ ենք, այսօր այդ ճանապարհի մեջ ենք։ Շարունակենք միջև վերջ քայլել։ Քանի այս երկրի վրա ենք եւ այս մարմնի մեջ ենք, մենք պետք է այդ ճանապարհից չշեղվենք, որ հասանք երկինք, մեր ընթացքը արդեն կավարտվի, այնտեղ վախենալու բան չկա, այնտեղ շեղվել չկա, մոլորվել չկա, Տիրոջը թողնել չկա, դա այս երկրի վրա, այս մարմնի մեջ է։ Տերը թող օգնի, Տերը ուզում է, այնտեղը որ Տիմոթեոսի մեջ կարդացի, գրված է, որ Աստված ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն եւ ճշմարտությունը ճանաչեն բոլոր մարդկանց համար, մանավանդ իր եկեղեցու, իր ժողովրդի համար։ Այսինքն Աստված ուզում է, որ մենք բոլորս հասնենք երկնային արքայություն։ Եկեք աղոթ կանենք։